Կարծում այս ձգումները կտանեն նրան, որ եւ դուք վերջնական պայքարի դուրս գաք, ձեր կողքին շատ քիչ թվով մարդիկ կանգնեն։ Երևի նկատի ունի իշխանության օրինակ ընդդիմության բացելու գործընթացը։ Եթե այդպես լինի, ուրեմն դուք եք տուժվելու, հայ ժողովուրդն է տուժվելու, դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որովհետեւ նկատի ունեք։ Հա? Դուք բոլորը հայ ժողովուրդը։ Ինչու պիտի երազեն, որ դուք մնաք որ սրանց հեռացնենք, որտեղ առանցին դուք սրանց չեք կարող հեռացնել։ Դուք խոստանում եք ձեր ընտրողներին, որ հաջորդ իշխանությունն եք, հաջորդ վարչապետը ձեր թիմակիցները ձեզ պարոն վարչապետով էին համարյա դիմում։ Համարյա չդենց են դիմում։ Այո, այդպես են, դուք նիստեր եք հրավիրում եւ այլն, դա չեղավ։ Հիմա դուք ձեր ընտրողները ինչ պիտի անեն, որ ձեզ խնդրեն, դուք կարողանաք հեղափոխություն անել։ Իսկ ինչ գիտեք չեղավ։ Հիմա եթե մեր ձայները մարդիկ գողանում են ունենալով իշխանություն։ Հաջորդ վարչապետը չեք։ Պարոն Կարապետյան շանում եք դատարանից։ Լավ, դեռ փաշ դուք չի, ռեսուրս սպասեք, ունեք մի քիչ ձեր սպասեք։ Մենք ռեսուրս ունենք անցնելու, թե դուք դա բացառում եք, այդ ճանապարհը չեք դիտարկում, Ես ասել եմ, մենք դա կանենք մեկ անգամ եւ վերջնական ու դա կանենք։ Պարոն Կարապետյան, մի վերջին հարց, ազգային ժողովի աշխատանքներին անդրադառնանք, ինչ սպասելիքներ ունեք, արդյունավետության մասին հրճում եմ խոսել։ Եթե անկեղծ լինեմ, սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ լինելու է թեժ պայքար, բայց ինձ թվում է հետաքրքիր է։ Բայց արդյունքներ կան, որ ձեր թիմի ելույթները ամենապատասխանատու էին, դուք օրինակ այդտեղ դիտարկումներ չունեք, որ լավ պատրաստված գնացել որպես շատ լավ պատրաստված են, դուք էլ դա շուտով տեսնեք։ Պարոն Կարապետյան, գոհ եք առաջին նստաշրջանի ժամանակ Հայաստան թիմի հետ համագործակցում եք, օրինակ ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում տարբեր իշխանությանը հեռացնելու հարցում մենք բոլորի հետ համագործակցել ենք, ում որ գնահատենք անկեղծ են իրենց նկարտումների մեջ, մենք համագործակցել ենք, բայց կան շատ ուժեր, որոնք իրեն ցույց են տալիս որպես ընդդիմադիր ուժեր, բայց համարվում են պրոքսի ուժեր։ Պարոն Կարապետյան, ժամանակ առաջին նստաշրջանի ժամանակ ձեր թիմը երթման տեքստի երբ որ ընթերցում էին, ոտքի չկանգնեց, ինչ էր ցանկանում ցույց տալ այս քայլով։ Ես չեմ նայել դա։ Մի բան էլ իսկ կամերաների առաջ, երբ որ դուք խոստանում եք, երբ որ հայտարարեցիք այդ գործընթացը սկսելու մասին համախմբման, ասացիք, որ նստենք, բաց խոսենք, երբ եք բաց խոսելու, մարդիկ տեսնեն ի վերջո ինչ եք խոսում եւ ինչ նոր քայլեր եք անում, որ Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Պարոն Կարապետյան, ձեր գործով երկու պաշտպաններ, վերջին հարցն է, վերջին հարցը։ Ձեր գործով երկու պաշտպաններ, Արամ Վարդևանյանը եւ Լիանա Գասպարյանը գնացին խորհրդան, չեք կարծում, որ իրավական առումով մի փոքր անպաշտպան կմնաք։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Մի հարց էլ պարոն Կարապետյան ու վերջ։ Ես եմ առաջարկում։ Մի հարց էլ տեսեք, իսկ Ռուսաստանը որ գնալով ավելի խստացնում է, չէ, բայց առաջարկել եմ ես։ Արտահանման հարցերը գնալով ավելի դժվարանում են, արգելում է, դա ձեր ընդդիմադիրների պլանների ջրաղացին ջուր է լցնում, այսինքն ձեր օգտին է, դուք սպասում եք, որ ամեն ինչ կծայրահեղ դա վնաս է տալիս։ Ինչու է վնաս տալիս։ Դա տալիս Փաշինյանին, որովհետև իր սկզբունքների ուղղությամբ է դա, ինչ կան աղքատացրի մեր ժողովրդին, մեր գյուղացիներին, այնքան հեշտ կառավարի, չեք հասկանում։ Ռուսաստանի քայլերը ընդդեմ գործարանների ընդդիմության չեն օգնելու, որպես այդ բացարձակ, իսկ ինչով են մեզ օգնում։ Ավելի մոբիլիզացվի մարդիկ փողոց դուրս գան, գուցե ձեր հույսը դա է օրինակ։ Այն մարդ ամեն օր, երբ ցանկություն ունի, կարողանում է խոսել Ռուսաստանի նախագահի հետ եւ կարողանում է այդ հարցերը բարձրացնել։ Ինչի համար լուծում չի տալիս, դա թող գնահատի մեր ժողովուրդը։ Իսկ դու կարող եք լուծում տալ օրինակ, կարող եք խոսել, օգնել նրանց տնտեսվարողներին։ Վարչապետ լինեմ, դա կանեմ շատ արագ։ Իսկ որպես ընդդիմադիր լիդեր Ընդդիմադիր լիդեր տանը նստած, իհարկե չունեմ այդ հնարավորությունը։ Շնորհակալ։ Իսկ ձեր հաշվարկներով Փաշինյանը կձգվի մինչև հաջորդ թե ձեր քայլերով դուք կարող եք օրինակ արտահերթի հասնել կամ հայ ժողովրդի համար Աստված չանի
եթե նույնիսկ Փաշինյանը 1 տարի ձգի։ Իսկ դե պլաներով ձեր ծրագրերի Գիտեք ինչ, ես մի անգամ ասել եմ, դա պայմանավորված է լինելու շատ հանգամանքների, քանի որ այս կառավարությունը չունի ընդունակություն, Հայաստանը կանգնեցի զարգացման ճանապարհի, ամեն օր ունենալու է ձախողումներ եւ մեր ժողովուրդը կտայի գնահատականը, դուք այդ ամեն ինչը մի մենակ մեզ հետ կապեք, ժողովուրդը պետք է գնահատի։ Այսինքն ինչքան վատ այնքան ընդդիմության օգտին իշխանություն այնքան վատ աշխատել։ Դե միշտ այսպես է, մեր հաստատը չի։ Դա մենք ես չեմ ուզում իրենք վատ աշխատեն, բայց իրենք գենետիկորեն ընդունակ չեն լավ աշխատել։ Այսինքն մարդը կամ կարող է լավ աշխատել, կամ չի կարող։ Իրենք չեն կարող, 8 տարի չեն կարողացել։ Շնորհակալ եմ։